դեմ նրանց գործողությունները։ Արշակ Սրբազանի դեմ հանրային տիրույթում եւ լրատվական հարթակներից մեղադրանքներ է հնչեցնում նաեւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, նա անդրադառնալով այս թմրամիջոցի հետ կապված մեղադրանքին հաստատապես հայտարարում է, որ համոզված է, որ նման բան եղել է։ Ինչով է հիմնավորված իր այդ համոզվածությունը, պարոն Բաբայան, ինչպես կմեկնաբանեք։ Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է եւ Գևորգ Սրբազանի հաստատապես ստախոս լինելու մասին ես դեռ օրեր առաջ եմ բացահայտել։ Երբ որ օրինակ տարբեր հեռուստաընկերություններում կամ տարբեր հարցազրույցներում, լրատվամիջոցներում պնդում էր, թե իբր կա երկրորդ փորձաքննություն, այսինքն ինչ էր ասում էր երկու փորձաքննությունով բերեցին, ցույց տվեցին, դա իր խոսքում էր, կարծեմ հանրային հեռուստաընկերություն։ Դա արդեն վերաբերում էր տարածված տեսանյութին։ Այո, տեսանյութին էր վերաբերվում, մինչդեռ ես որպես Արշակ Սրբազանի ներկայացուցիչ այդ գործով, եթե լիներ այդպիսի եզրակացություն, ենթադրաբար ես էլ պիտի տեղյակ լինի։ Ինչի ենթադրաբար, որովհետև նաև չեմ բացառում, որ քննչական մարմինը կրկին խախտելով քրեական դատավարության օրենսգիրքը էլի կաներ առանց մեր տեղեկության, էլի կան, բայց ես հարցում արեցի պաշտոնապես եւ ստացա, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի նշանակվել, հետեւաբար եւ չի էլ կատարվել։ Հիմա ինչ փորձաքննության մասն է։ Գևորգ Սարոյանն ասում է, որ Արշակ Սրբազանը իր նախաձեռնությամբ միջազգային փորձաքննական ընկերության է տրամադրել այդ տեսանյութը, որպեսզի Իսկ ինչ գիտի Գևորգ Սրբազանը դրա մասին։ Իսկ ինչ առնչություն ունի ինքը դրա մասին, որևէ։ Ինքը լսել է այդ մասին, հավանաբար Արշակ Սրբազանի հայտարարությունից, երբ որ լրագրողը հարցնում էր, որ թե դուք արդյոք կամ ինչու չեք դուք դիմել փորձաքննություն, ասեց իսկ ով ասեց։ Եվ Գևորգ Սրբազանին խորհուրդ եմ տալիս մի քիչ համբերել եւ իր հարցերի այդ հարցի պատասխանը շուտով կստանա ինքը։ Մի քիչ պետք է ուղղակի համբերել։ Ինչ էր ասում էր Արշակ Սրբազանը փորձաքննության է ներկայացրել, բայց դրանից լուրջ չկա։ Ով ասեց լուրջ չկա։ Դու ինչ գիտես։ Ասեց, որ ընթացք չեն տվել։ Ով պիտի տա ընթացքը։ Ընթաց տվողը ես եմ։ Ինքը ինչ գիտի։ Ինքը այդ իր ստախոսության, բանսարկության, այդ ամոթել էլի, ես ինձ անկեղծ ասած շատ վատ եմ զգում, որ հոգեվորականի հանդեպ եմ։ Նու այս պահի դուրսությամբ ինքը հոգեվորական է։ Շատ վատ եմ զգում, որ հոգեվորականի հանդեպ եմ հա խոսքերին ասում, բայց ինքը հասցրել է դրան եւ արժանացել են խոսքերի, որ ես հիմա իրեն ասում եմ։ Ասում եմ, թող ով որ հետաքրքրված է, թող հետաքրքրվի, գնա հետաքննություն անի, բարձի։ Արել ենք հետաքննություն, շատ բան ենք բարձել։ Իսկ դու ինչ ես արել։ Ինչի համար ես այդ ստախոսությունները տարածում։